Ուրեմն ես նախ ցանկանում եմ կիսվել այս շաբաթվա ընթացքում իմ համար ամենագլխավոր նորությամբ։ Ունենք 4 հատ դիմորդ, այսինքն 4 հոգի դիմել են դատական պաշտպանության իրենց ընտրացուցակներում ներառելու պահանջով։ 4 հատ դիմողից 3 դիմողի դատական ակտով բավարարվել է նրանց պահանջը։ Այսինքն դատարանները 3 տարբեր որոշումներով, ընդ որում այդ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ վերանայման ու բողոքարկման ենթակա չեն, 4-ից 3-ը դատարանը բավարարել է։ Մեկը մերժել է պայմանավորելով այլ հանգամանքով, զուտ պայմանավորել է այն հանգամանքով, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն չի ասել Արցախցին չունի ընտրական իրավունք։ Իսկ մնացած 3 դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ Արցախցին անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց ունի ընտրական իրավունք։ Ինչու՞ն է կայանում տրամաբանությունը։ Քաղաքացիության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ եթե Արցախցին կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է իր քաղաքացիություն նշված է ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։ Այլ եղանակով քաղաքացիությունը դադարել հնարավոր չէ։ Իսկ օրենքով որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Այս սա է դատարանի որոշման տրամաբանություն։ Դատարանն ասում է, եթե դու այդ մարդու շնորհել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ այդ մարդը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ Սահմանադրության ու Ընտրական օրենսգիրքի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու եւ քվեարկելու իրավունք, ուստի արցախցիները այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել ընտրական օրենսգիրք, սպասվող ընտրություններին։ Հիմա ամենակարևորը դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Նախ ներքին գործերի նախարարությունը մի հատ անհեթեթ հայտարարություն է տարածել։ Գիտեք, չէ, այդպես չէ, սա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման նկատմամբ անարգանք է։ Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը։ Բառի բուն իմաստով անարգանք է, որովհետև դատարանն իր որոշման մեջ հստակ նշել է, որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ ՆԳՆ-ն սա անտեսեց, ասում է, չէ, այդպես չի եւ հրապարակային հայտարարություն տարածեց։ Ու գիտեք զարմանալին այն ինչն է, որ ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ Բողոքարկել է մի որոշում, որը որ բողոքարկման ենթակա չէ։ Հաջորդի տրամաբանությունները։ Այն ինչ։ Հաջորդ հենց դրա մասին եմ ցանկանում խոսել։ Հաջորդ գործողությունները, որի մոտ շատ մեծ զարմանք են առաջացրել։ Կայծակնային արագությամբ, ոչ թե ձայնի, այլ կայծակի արագությամբ դատարանը վարույթ է ընդունել, վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը։ Ընդ որում, եթե նախկին դատավարական օրենսգրքով դատական ակտերը, եթե դրանք հանգեցնում են առերևույթ դատական սխալի կամ մարդու եւ սահմանադրական իրավունքների բունեության խաթարման եւ այլն արդարադատության բունեության խաթարման, ապա վերաքննիչ դատարանը ուներ նման բողոքները վարույթ ընդունելու հնարավորություն, անկախ դրանք բողոքարկման ենթակա լինելու հանգամանքից։ Նոր դատավարական օրենսգրքով վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունի։ Մինչդեռ կայացնում է կայծակնային արագության բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր։ Այնինչ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ բողոքարկման ոչ ենթակա որոշումները բողոքարկելու դեպքում վերաքննիչ դատարանը դրանց վարույթ ընդունելը պետք է ուղղակի մերժի։ Սա քաղաքացիական Իհարկե առաջինացիանի ես հիմա ձեզ կցուցադրեմ առաջինացիանի դատարանի որոշումը, առաջինացիանի դատարանի իր որոշմամբ հստակ նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Մտնում հրապարակման պահից բոլոր 3 դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն, ուժի մեջ եմ, ինչ է որոշել դատարանը, խնդրում եմ ուշադիր լսեք։ Անուն ազգանունները թույլ տվեք չընթերցեմ, դրա փոխարեն շատ լավ, դրա փոխարեն օգտագործեմ Արցախցի անունը։ Արցախցու պահանջն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին բավարարել։ Արցախցուն ընդգրկել իր հաշվառման վայրի ընտրական տեղամասի 0706/2026 թվականի կայանալիք ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդը ով է վարույթ ընդունում է հայցադի սրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դեռևս 2021 թվականին, ես հիմա կրկին պետք է օգտվեմ հեռախոսից դատավորի տվյալները։ Բաղմանյան, եթե չեմ սխալվում։ Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատարանում ունենում ենք դատավոր Իվան Զավենի Բաղմանյան, ով որ 2021 թվականին կայանալիք ընտրություններին 8 արցախցու հայց է բավարարում եւ պարտավորեցնում ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության այն ժամանակ անձնագրային էր կոչվում։ Ներառել այդ քաղաքացիներին ընտրական ցուցակում։
Կրկնում եմ 2021 թվականին դատավոր Իվան Զավենի Բաղմանյան, Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատավոր է, 8 հոգու հայց բավարարում է եւ պարտավորեցնում նրանց ներառել ընտրողների ցուցակում։ Ընդ որում դատավորը իր որոշման մեջ հստակ նշում է 8-ն էլ բավարարում է եւ 8-ն էլ նշում, որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Կրկնում եմ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Գործը քննում է հենց քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։ Դա համարելով ընտրացուցակներում կատարվող ճշգրտումներ, որը օրենքով վերապահված են քաղաքացիական դատարանին։ Բայց 2000, եթե չեմ սխալվում, 22 կամ 23 թվականին այս նույն դատավորը տեղափոխվում է Վերաքնիչ դատարան։ Հիմա այս նոր կայացված դատական ակտը Արցախցու մասով բողոքարկում են Իվան Զավենի Բաղմանյանը դատական կազմում ընդգրկված է եւ կայացնում է բողոքվարություն ցնելու վերաբերյալ որոշում։ Կրկնում եմ, Իվան Զավենի Բաղմանյանը դատական կազմում ընդգրկված լինելով կայացնում է բողոքվարություն ցնելու որոշում։ Այնպիսի որոշման դեմ ներկայացված բողոք, որը որ ըստ իրեն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Պատկերացնում եք աբսուրդի աստիճանը, եւ այսքանը անում են ամենավատը, կայծակնային արագությամբ հրապարակում են դատական ակտի հրապարակման ամսաթիվ հունիսի 1-ը։ Հունիսի 1-ը արդեն դատական ակտի հրապարակման ամսաթիվ է։ Ինչ է ստացվում։ Պետական արդարադատություն իրականացնող մարմինը դատարանը կայացնում է որոշում։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վերջնական բողոքարկման ենթակա չի։ Ներքին գործերի նախարարությունը իրեն թույլ է տալիս քննադատել դատարանի որոշումը, անարգանք ցուցաբերել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ, այն չկատարել, այսինքն կատարել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, որովհետև դատական ակտի չկատարումը այն էլ պաշտոնատար անձի կողմից որակյալ հանցագործություն է։ Թույլ է տալիս իրեն չկատարել, քննադատել, բողոքարկել, իսկ Վերաքնիչ դատարանը առանց որևէ պատճառաբանության կայացնում է տիպային վարույթ ընդունելու որոշում։ Վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։ Այդ որոշում բողոքարկման Վերաքնիչը գրում ասում է, դե չկան բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ բողոքը վերադարձնելու հիմքեր, հետեւաբար бողոքը պետք է ընդունեն վարույթ։ Այսինքն ենթադրվում է միջև ընդունություններ Վերաքնիչը որոշում չի կայացնի եւ այդ մարդիկ Հենց հաջորդ զարմանալի իրադարձությունը կայանում է նրանում, որ Վերաքնիչ դատարանը ես ունեմ Վերաքնիչ բողոքներ ներկայացված, որոնց քննություն նշանակված է 27-28 թվականներին, որոնց դատական ակտի հրապարակման օրը պետք է լինի 27 կամ 28 թվական։ Հեսա խնդրեմ Տիկին Ավանեսյանը այստեղ ներկա իր գործով կենսաթոշակների համապատասխան դատավորի կենսաթոշակ ստանալու համար կա ներկայացված բողոք, որի քննություն նշանակված է կամ դատական ակտի հրապարակման օրը նշանակված է 26-27 թվականներին։ Բայց Վերաքնիչ դատարանն ինչ է անում։ Նույն օրը ներկայացված բողոքը ընդունում է վարույթ 2026 թվականի հունիսի 1-ին հայտարարում հրապարակման օր 26 թվականի հունիսի 1-ին պրակտիկայում ինչքան էլ փնտրեք, անգամ քրեական գործերով այսպիսի նախադեպ մենք չենք ունեցել։ Օրենսդրական փոփոխություն որպես այդպիսին չի եղել քաղաքացիության ընդունման կամ քաղաքացիության դադարման մասով։ Միակ օրենսդրական փոփոխությունը, չնայած դա օրենսդրական փոփոխություն չէ, դա ընդհանրապես ենթաօրենսդրական ակտ է, դա կառավարության 2023 թվականի հոկտեմբերի որոշումն է, որով արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ըստ այդմ նրանք հանդիսանում են փախստականներ։ Ինչի ՆԳՆ-ի նախարարության դիրքորոշումը կայանում է հետևյալուն. Եթե դու ունես փախստականի կարգավիճակ, իսկ կոնվենցիայի եւ օրենքի ուժով փախստական կարող է լինել միայն այն անձով, որ չունի քաղաքացիություն կամ հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ուրեմն դու քաղաքացի չես։ Դատարանը ասում է, հով, հասկացան, տվել ես ժամանակավոր պաշտպանություն։ Լավ ես արել, ուզում է անձը թող բողոքարկի, համաձայն չի դրա, թող բողոքարկի։ Ով ինչ ուզում անի, դա ինձ չի հետաքրքրում։ Բայց այս անձը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այդ քաղաքացու անձնագրի շնորհիվ ինքը համարում է քաղաքացի, որովհետև գոյություն ունի քաղաքացիության մասին օրենք։ Իսկ քաղաքացիության դադարման հիմքերը հստակ եւ սպառիչ թվարկված են օրենքով։ Դրանով են չէ ճանապարհորդում եւ այլ։ Ստացվում է, որ ես այդ ճանապարհորդության մասով էլ էսա դիրքորոշում հայտնեմ, ես քիչ հետո ձեզ կներկայացնեմ ճամփորդական փաստաթուղթ։ Կառավարությունը սահմանում է նաեւ ճամփորդական փաստաթղթի ձևը։ Եթե ճամփորդական փաստաթուղթը, իմ ծանոթներից մեկը ունի ճամփորդական փաստաթուղթ, դնում եւ համեմատում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հետ, դրանք տարբեր փաստաթղթեր են։ Հետեւաբար Արցախցու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ անվանել չի կարելի։ Դա անգամ հակասում է կառավարության որոշման եւ օրենսդրական պահանջներին, որովհետեւ ճամփորդական փաստաթղթի ձևը սահմանված է, իսկ այդ սահմանված ձևին չի համապատասխանում Արցախցու քաղաքացու անձնագիրը, արցախցիների անձնագիրը։ Հիմա Արցախցուն տրված անձնագիրը արտաքին առումով եւ բովանդակությամբ ոչնչով չի տարբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Միայն մի բան, ստորաբաժանումը 0.70։ Ասեմ ավելին, մենք ունենք արցախցիներ, ովքեր ըստ ՆԳՆ նախարարության չակերտներում չունեն Հայաստանի քաղաքացիություն, բայց ունեն Հայաստանից ստացած անձնագիր, օրինակ տրված 001-ի կողմից։
բայց նրանց եւս չեն համարում քաղաքացի։ Հարցը առաջանում, ոնց է դու իրաց ես անձամբ ես ունեմ նաեւ նույնականացման քարտ։ Նույնականացման քարտ, որի ստորաբաժանումն էլ է նշած, որն հատված Հայաստանի Հանրապետությունից ստացած։ Բայց ինչ չեն համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Լավ, անձնագիրի ճամփորդական փաստաթուղթ է, բա նույնականացման քարտս ի՞նչ է։ Նույնականացման քարտով կարելի է գնալ եւ իհարկե, հիմա մեր դիրքորոշումը հենց կայանում է դրանում, որ պետք է գնալ եւ պետք է քվեարկել։ Արցախցիները ունեն ընտրության իրավունք եւ դա արձանագրում են ոչ թե ես, արձանագրում է դատարանը։ Հիմա ճիշտ եմ ես հասկանում, բոլոր են արցախցիները, որոնք քաղաքացիություն չեն ստացել, իսկ իրենց անձնագրերը չեն փոխել, զրկված են ընտրելու իրավունքից։ Ճիշտ։ Փաստացի այս պայդրության պայում։ Մենք ունենք 4 խումբ արցախցիներ։ Եկեք բաժանենք 4 խմբի։ Արցախցիներ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չեն ընդունել, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն 070 կոդով անձնագիր։ Արցախցիներ, ովքեր արդեն իսկ ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երրորդ խումբը արցախցիներ, ովքեր ունեն 070 կոդով անձնագիր, բայց համարվում են Հայաստանի քաղաքացիներ։ Այդպիսի խումբ էլ կա։ Պարզաբանը ինչ է ՆԳՆ-ն ասում։ Ասում է, եթե անձը առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում ՀԽՍՀ-ից հետո առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա համարվում է Հայաստանի քաղաքացի անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանք։ Իրանք իրենց հակասում են, եւ վերջի խումբ արցախցիները, ովքեր ի սկզբանե, այսինքն միջև հիմա 070 կոդով անձնագիր ունեն, Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել եւ հաշվառված չեն անգամ Հայաստանի Հանրապետություն։ Այդ չհաշվառվածների մասով ես ընդունում եմ։ Կա խնդիր ընտրությունների մասնակցելու մասով, բայց այն արցախցիները, ովքեր հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում, ունեն ընտրությանը մասնակցելու իրավունք եւ նրանց ընտրացուցակներում չներառելը իմ կարծիքով հետագայում ընտրացուցակները անվավեր ճանաչելու հստակ հիմքեր են։ Մի ավելացում էլ վերջ։ Մի ավելացում էլ հստակ իրավունք ունեն ընտրելու։ Այո, թույլ տվեք մի ավելացում էլ կատարել եւ վերջ։ Այս պահի դրությամբ, որ դատական ակտը չի կատարվում, այսինքն դատարանը որոշել է, ասում է ներառեք ընտրացուցակում։ Բայց դատարանը որոշել է, ասում է ներառեք ընտրացուցակում, բայց դատական ակտը կատարված չէ։ Մտնում ես ընտրացուցակները ամփոփ տվյալները նայում ես, չկա փոփոխություն։ Իհարկե այդ փոփոխությունները անելու դեռ ժամանակ ունեն, բայց ես արդեն կռահում եմ 2026 թվականի հունիսի 1-ի վերաքննիչ դատարանի որոշումը։ Ինձ ոչ միայն ինձ, այլ նաև այստեղ ներկա բոլոր անձանց, կարծում եմ, նաև ձեզ ինձ թվում է պարզ է, ինչպիսի վերաբերմունք ունեն արցախցիները գործող իշխանության նկատմամբ։ Սա պարզ առնվազն արցախցիների մեծամասնությունը ինչպիսի վերաբերմունք ունեն գործող իշխանության նկատմամբ։ Հիմա եթե այդ վերաբերմունքը լիներ հակառակը, հիմա անգամ անձնագիր չունեցող արցախցին կկարողանար ձայն տալ։